Այսօր Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանի ուղերձով եւ հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքով ազդարարվեց Նոր Հայաստան անվանումով հանրային փրկության ճակատի ստեղծման մասին, որն ունի հանրային խորհուրդ եւ շտաբ։ Հանրային խորհրդի անդամներն են Ռաֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Պետրոս Մայկեյանը, Գարեգին Չուկազյանը եւ Արմեն Մարտիրոսյանը։ Ճակատը նպատակ ունի քաղաքացիական անհնազանդության գործողություններով հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած ճախումբը, կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը եւ ձևավորել ժողովրդի վստահության անցումային կառավարություն։ Ինչ վերաբերում է եւ որոշում ընդունող մարմնին, այսինքն քաղաքական խորհրդին եւ շտաբին, այս երկու նոր օղակները երկուսն էլ համալրման գարիքն ունեն մեր կարծիքով։ Ուստի առաջիկա օրերին մենք առանցին ջիկ պետք է տապենք այս ուղղությամբ ընդլայնելու այս երկու օղակները։ Ընդդիմադիր տարբեր գործիչներին առաջարկելով այս օղակներում ներգրավելու նպատակով։ Սրանից հետո մեր որոշումները արդեն պիտի տեղի ունենան ըստ մեր մարմնի գարքի եւ բնականաբար որ այնտեղ պիտի լինի կոլեգիալ որոշում, սակայն ես կարող եմ այս բանին ես իմ անձնական կարծիքը հայտնել առաջիկա ժամանակներում ինչքան շուտ եթե ընդգրկվեն այդ մարտիկ որոշում ընդունող մարմնում ես ուրախ կլինեի։ Առաջին հերթին Ստեփան Դեմիրճյանին, ինչու՞ չէ նաև Հայազգային կոնգրեսից ներկայացուցիչ կամ ներկայացուցիչներ, ինչու՞ չէ նաև մեր կողմից հարգելի Նիկոլ Փաշինյանին։